Եվ ձեր թույլտվությամբ առավելապես կկենտրոնանամ մի քանի հարցերի շուրջ իմ խոսքում, որոնք ավելի մեծ հանրային հետաքրքրություն են ներկայացնում, նաև որոշակի փոփոխություններ են ենթադրում եւ մի քանի հիմնական ցուցանիշներ կներկայացնեմ եւ մնացածը կարծում եմ, որ հարց ու պատասխանի ձևաչափով շատ ավելի հարմար կլինի հաղորդակցվել։ Նախ եւ առաջ կուզեի նշել, որ ինչպես եւ նախորդող 2 տարիներին մենք այս տարի շարունակելու ենք ուսումնական տարին որևէ խորագրի ներքո եւ այդ տրամաբանությամբ իրականացնելու քաղաքականությունը եւ այս տարին հայտարարել ենք ընթերցանության տարի, ինչը նշանակում է, որ ամբողջ տարվա ընթացքում մեծ ուշադրություն ենք դարձնելու մեր երեխաների ընթերցանության խրախուսման ծրագրերին ու պետք է ասեմ, որ սա ունի ֆունդամենտալ նշանակություն երեխաների առաջադիմության եւ ցանկացած այլ առարկայից սովորելու արդյունավետության տեսանկյունից եւ այդ իսկ իմաստով ընթերցանությունը նաեւ նախատեսված է կառավարության նոր ծրագրում իբրև առաջնահերթ ուղղություններից մեկը եւ վստահաբար ընթերցանության ուղղության կենտրոնացումը կօգնի, որպեսզի մենք այս ուղղությամբ ավելի թիրախային եւ նպատակային աշխատանք անենք։ Տարին կմեկնարկի գրքի միջազգային 9-րդ փառատոնի շրջանակներում արդեն 2026 թվականի սեպտեմբերի 4-ին եւ մենք նախատեսում ենք գրքի փառատոնի շրջանակներում ունենալ առանձին քննարկումներ, ինչպես խթանել ընթերցանությունը թեմայով, հրավիրում եմ բոլոր հետաքրքրվածներին նաեւ մասնակցել, որովհետեւ կարծում եմ, որ այդտեղ նաեւ ականատես կլինենք տարբեր արդյունավետ փորձի միմյանց հետ կիսելուն եւ միմյանցից սովորելու գործընթացին։ Մենք տարին բաժանել ենք տարբեր ամիսների յուրաքանչյուր ամսվա շրջանակում նաև մեր դպրոցներին ուղղորդելով այդ թեմայի շուրջ ավելի մեծ ծավալի աշխատանք անելու։ Սեպտեմբերը կսկսենք մեր էպոսով եւ սասնածռերը կլինեն նաև մեր դպրոցների համար հիմնական թեմա աշխատելու եւ ընթերցանության շուրջ աշխատանք տանելու։ Հոկտեմբերը թարգմանական գրականության ամիս կլինի, նոյեմբերը վեպի միջազգային ամիսն է։ Դեկտեմբերին կխոսենք դետեկտիվ գրականության մասին, հունվարին կկենտրոնանանք դրամատուրգիայի վրա, փետրվարը հեքիաթներին նվիրված կլինի, մարտին պոեզիայի միջազգային ամիս ենք նախատեսում, ապրիլը կլինի մանկական գրականության ամիսը, մայիսը կենսագրականների, հուշագրությունների, մոտիվացիոն գրքերի ամիս։ Ինչպես տեսնում եք, փորձել ենք այնպես անել, որպեսզի տարվա ընթացքում գրականության տարբեր ժանրերը եւ ստեղծագործելու տարբեր ձևերը դառնան ավելի տեսանելի մեր երեխաների համար եւ յուրաքանչյուրը նաեւ իր նախասիրություններին համեմատ կարողանա ընտրել իրեն հետաքրքիր գրքերը, հեղինակին եւ դրանով իսկ նաեւ ընթերցանության հետ իր կապը ամրապնդել։ Ունենանք իհարկե տարվա ընթացքում ուսուցչական եւ աշակերտական համաժողովներ հոկտեմբերին եւ նոյեմբերին, որոնք նվիրված կլինեն ընթերցանությանը։ Այստեղ պետք է նշեմ մեծ ուրախությամբ, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ուժեղ կողմերից մեկը այն է, որ միանգամից մի քանի ոլորտների համագործակցությամբ մենք կարողանում ենք նաեւ ավելի արդյունավետ աշխատանք անել եւ մասնավորապես ընթերցանության տարվա ընթացքում ակտիվ ներգրավվածություն կունենան նաեւ մեր գրադարանները, ինչպես նաեւ թանգարանները եւ մասնավորապես գրականության եւ արվեստի թանգարանի կողմից իրականացվի առանձին կրթամշակութային ծրագիր, ինչ էին կարդում մեր գրողները, որով նախատեսվում է նաև իրականացնել մեր տարբեր գրողների տուն-թանգարաններ, այցերի երթուղիներ, ուղեկցող համապատասխան տարիքային գրականության ընթերցանությամբ եւ միջոցառումներով եւ նաեւ ծրագիրը կամփոփենք մրցույթով ամենաշատ թանգարաններ հաճախած դասարանները, այսպիսով հնարավորություն կունենան նաեւ իրենց աշխատանքի գնահատական ստանալ։ Պլանավորում ենք, որ ընթերցանության օլիմպիադան կանցկացվի ոչ միայն 5-ից 6-րդ դասարանցիների համար, այլ նաև կլինի միջին եւ ավագ դասարանների բոլոր սովորողների համար, մեծերի համար իհարկե ձևաչափը կընտրվի էսսեի ձևով, որպեսզի դա լինի նաև առավելապես վերլուծական հմտությունները խթանող, կունենանք առանձին ծրագրեր եւ ես ուզում եմ հիշեցնել նաև, որ մեր քաղաքականությունն է, որպեսզի մենք շարունակաբար նաև դպրոցական գրադարանները համալրենք նոր գրականությամբ եւ մեր առաջիկա որոշումների մեջ կլինի դպրոցների ֆինանսավորման կարգի համապատասխան կարգավորումը, որով յուրաքանչյուր տարի դպրոցները հնարավորություն կունենան նոր գրքեր ձեռք բերել իրենց գրադարանների համար։ Իհարկե մենք ունենք նաեւ ուղեցույց, թե հատկապես որ տարիքային խմբերի ինչպիսի գրականության ձեռքբերումն է խորհուրդ տրվելու, որովհետեւ սա ոչ թե ուղղակի գրականության ձեռքբերում է, այլ
այլ կրթական գործընթացին ուղեկցող բաղադրիչ եւ հետեւաբար բնականաբար կհետևենք այս գործընթացին, նախատեսում ենք նաեւ, որ սեպտեմբերից ընթերցանության ակումբներ կհիմնվեն մեր տարբեր դպրոցներում եւ մենք նաեւ ընթերցանության ակումբների շրջանակներում ուսումնական տարվա ավարտին մրցույթ կկազմակերպենք եւ սրանով նույնպես կպլանավորենք մեր աշխատանքը ավելի տեսանելի եւ նաեւ համադրելի դարձնել տարբեր դպրոցների փորձը բերելով ասպարեզ։ Իհարկե ընթերցանության տարվա մասին դեռ առիթ կունենանք խոսելու եւ ես ակնկալում եմ, որ մեր լրագրողներն էլ ավելի ուշադիր կլինեն եւ այս ծրագրերի լուսաբանումը եւ նաեւ մեր տարբեր դպրոցներում իրականացվող նմանատիպ գործընթացների ներկայացումը նաեւ ձեր գործունեության մի մասը կլինի առաջիկա ուսումնական տարում։ Բայց այս տարին մեզ համար նաեւ կարեւոր է նրանով, որ գիտեք, որ սեպտեմբերից մենք արդեն իսկ մուտք են գործում մի իրականություն, որ մարզային բոլոր դպրոցների լիազոր մարմինը հանդիսանալու է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։ Ուզում եմ հստակեցնել, որ սա ոչ թե նշանակում է, որ տեղերում աշխատանքի անհրաժեշտություն չի լինի, այլ մենք ուղղակի ունենում ենք ավելի հստակ աշխատանքի բաժանում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ տարածքային կառավարման մարմինների կամ մարզպետի աշխատակազմերի միջև։ Սա նշանակում է, որ բովանդակային կառավարման հետ կապված բոլոր հարցերը գտնվելու են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության տիրույթում, վարչատնտեսական գործառույթներին առնչվող ընթացակարգերը ամբողջությամբ կենտրոնանալու են մարզպետների աշխատակազմերում։ Մենք նախընթաց մեծ ծավալի աշխատանք ենք իրականացրել մեր գործընկերների հետ, իրականացվել է նաեւ մեծածավալ թվայնացման գործընթաց եւ վստահ եմ, որ առաջիկայում նաեւ մենք կկարողանանք միասին այս նոր ձևաչափով մեր հանրակրթության կառավարման, արդյունավետության եւ որակի նոր չափանիշների հասնել։ Վստահաբար այստեղ ընթացքում մեր աշխատանքի ծավալը ու ձևաչափը մարզերի հետ փոխվելու է, նախարարությունում պլանավորված է նաև համապատասխան կառուցվածքային փոփոխություն, որի առաջին փուլը արդեն իսկ հաստատված է։ Մենք ունենանք նաև մարզային համակարգողներ, որոնք ավելի կկենտրոնանան տարբեր մարզերում տեղակայված դպրոցների հետ աշխատանքի վրա, բայց ելի եմ կրկնում, որ մեր հիմնական նպատակն է ոչ թե մեխանիկորեն որոշ գործընթացներ իրականացնելը, այլ դրանց նաև բովանդակությունը վերանայելը եւ շատ պրոցեսների թվայնացման միջոցով դրանց նաև իրականացման արդյունավետությանը հասնելը եւ մասնավորապես հենց այդ նպատակով է, որ մենք պլանավորել ենք նաև մեծ ծավալի աշխատանքները իրականացնել թվային տիրույթում։ Պետք է ասեմ նաև, որ այս տարին մեզ համար կարևորվելու է նրանով, որ սեպտեմբերից մեր բարձրագույն կրթության եւ հանրակրթության համակարգի համար հասանելի է դառնում արհեստական բանականության կրթական գործիքները շատ մեծ ծավալով։ Firebird-ի եւ OpenAI-ի հետ համագործակցությամբ 50,000 բաժանորդագրությունը դառնալու է հասանելի եւ այդ բաժանորդագրության միջոցով մենք նախատեսում ենք, որ թե մեր սովորողները, իդեպ հանրակրթության պարագայում խոսում ենք բացառապես ավագ դասարանների մասին եւ թե բուհական համակարգը ունենա հնարավորություն արհեստական բանականության կրթական գործիքները օգտագործել։ Ինչու եմ շեշտում կրթական գործիքները, օրինակ վստահաբար դուք ծանոթ ChatGPT հարթակին, բայց կա ChatGPT Edu գործիքակազմը, որը պլանավորված է հենց կրթական գործընթացներին արհեստական բանականության աջակցությանը։ Ինչ է սա նշանակում։ Պատկերացրեք օրինակ, որ դպրոցի տնօրենը, որը ամբողջությամբ էլեկտրոնային մատյանում թվային տիրույթում տեսնում է երեխաների գնահատականները, բացակայությունները, արհեստական բանականության գործիքակազմով կկարողանա նաև օրինակ վերլուծություններ ունենալ եւ իր համար հասկանալ ավելի խոցելի տեղերը, այն ուղղությունները, որոնց վրա պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի։ Սա մեկ ուղղություն է, ինչպես դպրոցի ադմինիստրացիան կարող օգտվել եւ նաեւ իր աշխատանքները դպրոցի մակարդակում ճիշտ պլանավորել։ Ուսուցիչները ունենալու են հնարավորություն գործիքակազմի միջոցով մեխանիկական աշխատանքից ազատել իրենց ժամանակը եւ կենտրոնանալ ավելի ստեղծագործական աշխատանքի վրա։ Օրինակ, այս գործիքակազմը կարող է օգնել տարբեր առաջադրանքների կազմմանը, տարբեր թեստերի կազմմանը, կարող է օգնել նաեւ թեմատիկ պլանավորմանը եւ այստեղ իհարկե կարծում ենք, որ մեր թե ուսուցիչները եւ թե տնօրենները կունենան
մեծ աջակցության կարիք եւ առաջիկայում կլինեն նաեւ համապատասխան ուղեցույցներն ու տեսանյութերը, որոնք կտրամադրվեն եւ հնարավորություն կընձեռեն կրթական համակարգում այս գործիքակազմի օգտագործման արդյունավետությունը բարձրացնել, մենք պլանավորել ենք նաեւ վերապատրաստումների մեծ գործընթաց եւ սրանով ուզում ենք ասել, որ կրթական համակարգը պետք է սովորի առնչվել արհեստական բանականության հետ։ Դա մի իրողություն է, որը այլևս մեր կյանքի մասն է, եւ մենք վստահ ենք, որ միայն գրագետ եւ մտածված լուծումներն են, որ կկարողանան այդ գործիքակազմը մեզ ծառայեցնել հօգուտ որակյալ կրթության, ոչ թե դրանով բերել մեծագույն մարտահրավերներ, որոնց այսօր հանդիպում է ամբողջ կրթական համակարգը ամբողջ աշխարհում։ Իհարկե, այստեղ մենք բազմաթիվ այլ հարցեր ունենք եւ առաջին հերթին կարծում եմ, որ օրենսդրության մշակման անհրաժեշտություն կա, որի շուրջ նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ աշխատանքները իրականացվեն եւ վստահաբար այս համընթաց գործողությունները կօգնեն, որպեսզի մենք այս տեխնոլոգիական մարտահրավերներին մեր համակարգում ճիշտ ուրեմն արձագանքենք, բայց ուզում եմ ձեզ նաև առիթից օգտվելով, քանի որ այս թեմայից խոսեցինք, հիշեցնել մեր երկու ծրագրերի մասին, որ մենք արդեն իսկ դպրոցներում իրականացնում էինք, մասնավոր ոլորտի գործընկերների հետ աջակցությամբ, մասնապես STEP AI ծրագիրը, որը արհեստական բանականության համակցված դասընթացներ է ենթադրում եւ ներդրված է մեր 15 դպրոցներում արդեն մի քանի տարի շարունակ, ինչպես նաև արհեստական բանականության սերունդ ծրագիրը, որը այս տարվա սեպտեմբերից կընդլայնվի եւ 39 դպրոցներում հասանելի կլինի, եւ սա հնարավորություն է տալիս նաև, որ մենք մեր դպրոցներում ավելի ուղղորդված աշխատանք տանենք եւ մեր երեխաների համար մասնագիտական կողմնորոշման հնարավորություններ բացենք, որոնք նաև դրանք ավելի մրցունակ են դառնում վաղվա ուրեմն աշխարհում եւ այն հմտություններն են ձևավորում, որոնց կարիքը իսկապես կա, ու սրա արդյունքը մենք տեսնում ենք նաև այն ցուցանիշներով, որ օրինակ գրանցել են մեր երեխաները միջազգային ստուգատեսերում եւ պետք է հիշեցնեմ, որ այս տարի արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում մենք 2 բրոնզե մեդալ ենք ունեցել, ընդ որում շատ կարեւորում եմ, որ մենք պետական դպրոցների աշակերտների կողմից ենք նման արդյունքներ գրանցել, ընդ որում նաեւ մարզային պետական դպրոցների, եւ ես սա հատուկ եմ շեշտում, որովհետեւ տեսնում եմ, որ հատկապես մեր կրթության ոլորտի լուսաբանման մեջ մենք շատ հաճախ չենք նկատում այն լավ եւ բազմաթիվ օրինակները, որ ունենք մեր երկրի տարբեր համայնքներում գտնվող դպրոցների կողմից եւ մեզ հաճախ թվում է, որ խոսելով կրթության որակի մասին մենք ունենք այսպիսի իրավիճակ օրինակ մայրաքաղաքում եւ այսպիսի իրավիճակ մարզերում, այնինչ պետք է հասկանանք, որ հանրակրթությունը բավականին բազմաշերտ եւ բազմաչափ է եւ մեր բազմաթիվ մարզային դպրոցներ ունեն շատ լավ ցուցանիշներ, ինչպես արհեստական բանականության, այնպես էլ միջազգային օլիմպիադաների այլ ուղղություններով եւ այստեղ ես ուզում եմ նաեւ ընդգծել, որ եթե մենք նախորդ տարի գրանցել էինք 91 մեդալ, մեր աշակերտները գրանցել էին 25 թվականի արդյունքներով 91 մեդալ միջազգային օլիմպիադաներից, ապա այս տարի արդեն, չնայած առջևում մեզ դեռևս սպասվում են տարբեր օլիմպիադաներ, բայց մեր աշակերտները արդեն իսկ 115 մեդալ օլիմպիադաներում եւ սա նշանակում է, որ իրականում տարբեր ուղղություններով մեր ներգրավվածությունը էապես մեծանում է եւ բացի դրանից դա դառնում է նաեւ միջազգայինորեն ավելի տեսանելի եւ մրցունակ։ Իհարկե մենք այստեղ շարունակելու ենք նաև մեր մեծ ուշադրությունը գիտության նկատմամբ մեր դպրոցականների հետաքրքրվածության մեծացման եւ ես պետք է հիշեցնեմ, որ այս տարեսկզբին մեկնարկեցինք մի նախաձեռնություն, որ մեր դպրոցականների հետ այցելում ենք տարբեր գիտական ինստիտուտներ եւ առաջին փուլում դա իրականացրեցինք ավելի այդպես ըստ ցանկության եւ ներկայացնելով նաեւ հնարավորություն հետաքրքրություն ունեցող աշակերտներին գրանցվելու, բայց կարծում ենք, որ սա ավելի ինստիտուցիոնալ ձևաչափի կարիք ունի եւ առաջիկայում կգործարկվի հարթակ, որով դպրոցները կկարողանան գրանցվել տարբեր գիտական ինստիտուտներ այցելությունների համար եւ մենք լրջորեն մտածում ենք այն մասին, որպեսզի ինչպես թանգարաններ եւ համերգասրահներ ու թատրոններ այցելությունն է մեր դպրոցականների համար պարտադիր, այնպես էլ գիտական ինստիտուտներ այցելությունները դառնա կրթական ծրագրի պարտադիր մաս, կրթական ծրագրի պարտադիր
ենթադիր մաս, եւ ես սա շատ կարեւոր եմ համարում, որովհետեւ իրականում այդ այցերի մեծ մասին ինքս ներկա լինելով տեսնում եմ, թե ինչպես է փոխվում երեխաների վերաբերմունքը, երբ որ նախ եւ առաջ իրենք շատ առարկայական եւ շոշափելի տեսնում են, թե ինչպես են եւ շոշափելի, տեսնում են, թե ինչպես է իրականացվում գիտությունը, զրուցում են մեր տարբեր ոլորտների գիտնականների հետ եւ դրանով իսկ կարծում եմ, թե իրենց մասնագիտական կողմնորոշման եւ թե ընդհանրապես մեր հանրության եւ մեր պետության կյանքում գիտության դերի նկատմամբ նրանց պատկերացումները էապես վերափոխվում են։ Սա իհարկե նաեւ մեր այն քաղաքականության շարունակությունն է, ըստ որի կառավարության ծրագրի թիրախն էր, որպեսզի մեր բոլոր դպրոցները ունենան բնագիտական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ, եւ մենք տեսնում ենք, որ այս շղթայական ազդեցությունը աշխատում է եւ երեխաները նաեւ իրենց դպրոցներում ստանալով փորձարարական հետազոտական հնարավորություններ, այնուհետև նաև այս այցելություններով իրենց համար բացահայտում են մեծ աշխարհ, որը վստահ եմ նրանց առնվազն մի մասի համար դառնալու է նաև հետագա մասնագիտական կողմնորոշման եւ զբաղվածության հիմք։